Ովքեր հիվանդանոցներում պարկել են, կիմանան, երեկոյան ժամերին կամ շաբաթ-կիրակի օրերը, երբ բժիշկներ չեն լինում հիվանդանոցում, հարկի հիվանդները հավաքվում են մի ինչ-որ անկյունում բազմոցի վրա և ամեն մեկը մի պատմություն է պատմում։ 90-ական թվականներին, երբ հիվանդանոցում էի, մի այդպիսի օր էր։ Բազմոցի վրա նստած հիվանդները ամեն մեկը մի բան էր պատմում։ Հայաստանի հիմնը Նալբանդյանի բառերով արդեն հաստատված էր։ Եվ հիվանդներից մեկը հանկարծ ասաց. ով է գրել Հայաստանի հիմնի բառերը։ Մեկը կողքից անմիջապես ասաց. Միքայել Նալբանդյանը։ Մյուս ծայրից մեկը բացականչեց. ոչ, դու չգիտես։ Միքայել Նալբանդյանը մի սիրուհի է ունեցել, որը եղել է իտալուհի։ Հենց այդ իտալուհին էլ գրել է այդ բառերը, այդ բանաստեղծությունը։ Եթե մարդը հումորով ասեր, դեռ ոչինչ, բայց մարդը ասում էր ամենայն լրջությամբ։